Բարելույս բոլորին, այսօր հունիսի 20-ն ենք, եկեք տեսնենք, թե շուկան ինչա ասում, ինչա սպասվում։ Եկեք շաբաթականից նայենք, եթե հիշում եք, շաբաթականը բավականին անորոշ մոմեր էին, վերև ներքև ինչ-որ անհասկանալի խաչեր էինք ստեղ դոժիներ ունենում, այս շաբաթ ոնց որ թե մի փոքր, եթե սպայդրությամբ նայենք, աճում է վերև, որը որ լավ է։ Տեսեք, նախորդ երկու օրերը էլի նույնպես անորոշ էր, մի հատ վերև, մի հատ ներքև, այսօր վերջապես ոնց հասկանում եմ, ուզում եմ բարձրանա, որովհետև բավականին 350 միլիոն դոլարի բիտքոյնի ETF-ներ են առել, այսինքն այդ դրական լուր է, որ նույնպես բարձրացրեց բիտքոյնի գինը։ Լուրերի հետ կապված ոչինչ չունենք սպասվող, ուրեմն երկուշաբթի օրը ունենք 5:45 արդեն նորություններ, որը որ կարելի է դիտարկել, երբ մոտենա պահը, հետո Chair testifies ամսի ուրեմն 24-ին Ֆեդերալի ռեզերվի տնօրենը նույնպես խոսելու է ու հասկանալու ենք ինչ միտումներ ունի տոկոսադրույքի հետ կապված, աճելու է թե չի աճելու։ Հաջորդ օրն էլ նույնպես տեսնում ենք, որ էլի խոսելու է ու նույնպես այն մյուս օրն էլ ամսի 26-ին unemployment claim, final GDP լուր ունենք։ Մի խոսքով հաջորդ շաբաթ նորություններով լի է լինելու, նենց որ երևի ավելի շատ կտատանվի, քան այս շաբաթ։ Շարունակենք մեր անալիզը, տեսեք, օրականով, եթե այսպես փակեց մոմը, շարունակություն է դիտվելու, այսինքն հաջորդ օրը, վաղը մյուս օրը նույնպես կբարձրանա, որովհետև վաղը շաբաթ կիրակի է, ոչինչ չկա, որ տենց խառնի իրար, բացի Թրամփի հայտարարություններից։ Թրամփն էլ իրան բավականին չեզոք է պահում Իրանի հետ կապված, տեսնենք ոնց է ինչա, չնայած մարդիկ կան, որ ասում են նպատակը Թրամփի էն է, որպեսզի անակնկալի բերի Իրանին, ու ասում են խելոք ենք մնալու, երկու շաբաթ ձեն չենք անելու, մինչև տեսնենք ու անակնկալի բերի ու ինչ որ միանգամից խփի, հնարավոր է, եթե անկեղծ։ Հիմա տեսեք, 4 ժամանոց գրաֆիկայով, երբ որ նայում ենք, ինչ ունենք մի հատ սենց հետաքրքիր պատկեր, որը որ ցույց է տալի հետևյալը, ներքևից վերև մի հատ տրենդ ունենք, որը որ կարանք մի քիչ կոմ տանենք, բայց պլյուս մինուս տրենդը նույնն է մնում, այսինքն եռանկյունի ունենք, ֆլագ է կոչվում, բայց մեծ գրաֆիկայի վրա ինքը սովորաբար, եթե այստեղ պահած լիներ, այս $106,000 բարձրանար եւ այլն, ինքը շարունակության միտում կունենար, բայց այս պահին տեսեք ինչ ունենք, մի հատ դեպի ներքև իջնող տրենդ ունենք, որը որպես resistance է դիտարկվում, ինչպես նաև այստեղ support level ունենք, հա, տեսնում եք 1, 2, 3, այստեղ եկավ ջարդեց, ընկավ ներքև, հիմա վերև է բարձրանում, այս support-ը արդեն դառնում է resistance։ Հիմա եթե ինքը այս է հենց բարձրանա մոտավորապես սենց պատկեր ստանանք, սենց բարձրանա վերև ներքև եւ այլն, գա հասնի այս կետին, այս կետից հավանաբար ինքը կընկնի, որովհետեւ այս կետում նաեւ մենք ունենք մի հատ supply zone, որը որ 4 ժամանոցում արդեն իսկ ունենք, ու եթե ոչինչ տեղի չունենա, կարծում եմ այստեղից ներքև է ընկնելու, իր տրամաբանությունը լինելու է այստեղից, շարունակելու է սենց ներքև ընկնել, հասնի այս կետին, որից հետո, եթե պետքա բարձրանա ջարդի վերև, ապա շարունակելու է վերև։ Տեսեք, եթե այս տրամաբանությամբ ենք մենք դիտարկում, այս սենց որ տրենդը քաշենք, այս կետից ինքը ավելի հեշտ կջարդի, քան այս վերևի կետից, որտեղ իջնելու է, այստեղ դիմանդ զոնա նույնպես ունենք, ու բավականին լավ դիմանդ զոնա է գոյացել 4 ժամանոցի մեջ, որը որ շատ է դուրս գալիս, եթե ինքը սենց հանգիստ իջավ կպավ, պետքա որ շարունակի բարձրանալ վերև, այդպես։ Հիմա շարունակենք առաջ, տեսեք, այստեղ մենք ինչ ունեինք։ Մոտակա օրերս ունեինք մի հատ զոնա, որը որ վերև ներքև նույնիսկ այստեղ ավելի էր փոքրացել զոնան, այսենց եւ այսենց։ Հիմա տեսեք, քանի որ բանի տեսանկյունից break of structure ենք ունեցել, այս զոնայում վերև ներքև էր անում, էսի ամենաբարձր կետն էր, որ ինքը մակարդակը գինը պետքա հարգեր։ Հիմա ջարդել է 30 րոպեանոցով էլ, 1 ժամանոցով էլ, փակել է սիրուն մոմ, 4 ժամանոցով նույնպես փակել է, այսինքն շատ հստակ մոմ ունենք, որը որ այս մակարդակը, երբ որ ջարդեց ու փակեց վերև, ինքը թեկուզ կարճաժամկետ կամ միջին ժամկետով բարձրանալու է վերև։ Հիմա ինչա տեղի ունեցել այստեղ, այս զոնայում։
ինքը եկել է կպնելուն պես ընկել է։ Ու դա նորմալ է, ու ինչա տեղի ունենալու։ Հիմա փոքր գրաֆիկայով 15-ով որ նայում ենք ըստ market structure-ի, հա, smart money concept-ին թեկուզ որ դիտարկին, ինքը բարձրանալու է մի քիչ ու պարտադիր retracement պետք է ունենա, որպեսզի շարունակի վերև բարձրանալ, քանի որ արդեն այս structure-ը ջարդվել է։ Հիմա տեսեք, երբ որ այս մակարդակին կպավ, ինքը պետքա պարտադիր retracement ունենա, այսինքն ներքև մի հատ ոտ պետքա ունենա, որը որ ավելի հավանական է, քանի որ ստեղ նույնպես ունենք resistance level, լուրջ մակարդակների ու այստեղից թե ինքը կշարունակի ներքև իջնել թե չէ, ինքը ոչ մի խնդիր չի ունենալու, տեսեք, եկեք մի հատ այս մաքրենք, որ ձեզ համար պարզ լինի։ Տեսեք, այս մակարդակներից միջև վերևի մակարդակը արդեն մեր զոնան է, այս զոնայում ինչքան ուզում է տատանվի, որտեղ ներքին զոնա է դիտարկվում, լավ։ Այս ներքին զոնայից միջև այստեղ էլ կարա իջնի ու մենք չհամարենք իրան, որ փոխել է արդեն տրենդը, ինքը կարա իջնի միջև այս ներքևները liquidity ման գա, գտնի, որից հետո շարունակի վերև։ Հետևաբար այսենց որ ինքը բարձրանա, հետո իջնի մի հատ էլ մի քիչ վերև, մի քիչ ներքև, արդեն ըստ սիտուացիայի կհասկանանք, հետո շարունակի վերև բարձրանալ, ինքը լրիվ օքեյ է։ Նույնիսկ երբ որ շարունակի վերև բարձրանալ ու ջարդի այս մակարդակը, որովհետև արդեն եկել է կպել է, երկու supply զոնաները, մեծն ու փոքրը։ Այստեղ մենք կարող ենք տեսնել նույնպես այստեղից, եթե ինքը այսպես ջարդեց, մաքսիմալն է, հա, ջարդեց, այսինքն ոնց որ մոմ ունենք այստեղ, կա այստեղ էլ մի հատ մոմ սիրուն փակի, մենք հավանաբար շարունակություն ենք տեսնելու Bitcoin-ի բարձրացումը դեպի առնվազն այս մակարդակները, ու եթե ի վերջո Տրամպը չհարամի, կարող է all time high ուրեմն level-ների հանդիպենք 111, 12, 15 միգուցե արդեն կախված սիտուացիայից։ Համենայն դեպս այս պահին ես Bitcoin-ը տեսնում եմ այսպես, ու դե բնականաբար եթե Bitcoin-ը այսպես է լինելու, պլյուս մինուս ամբողջ շուկան էլ սենց տատանվելու է։ Այսքանը ժողովուրդ, հուսով եմ հետաքրքիր էր, այսպես եմ ես տեսնում շուկան, եթե դուք ինչ-որ առաջարկներ, տարբերակներ ունեք, շատ մեծ սիրով կուզենայի լսեի, թե դուք ինչ եք կարծում։ Ձեզ լավ օր, մինչ հանդիպում, հաջողություն։